Շարունակենք ես եմ Ջամփան ճշմարտությունը եւ կյանքը խորհրդածություններու շարքը։ Հովանու Ավետարանի մեջ դերը գսեր ես եմ աշխարհի լույսը, ով որ ինձի հետևի խավարի մեջ պիտի չկալե, այլ պիտի ունենա այն լույսը, որ կյանքին առաջնորդ է։ Մեղքն է որ խավարով բադեց մարդուն կյանքը, մեղքն է որ մարդուն սիրտի մեջ շիճեցուց արդարության լույսը։ Մեղքն է որ աղոդացուց լույսը մեր ոգիներուն Մարդը գործընծուց հավիտենական կյանքին առաջնորդող Ջամփան երբ գամովին մարեց այդ Ջամփուն լույսը։ Հավիտենական կյանքին առաջնորդող լույսը Քրիստոս ինքն է։ Խզել մեր գաբը Քրիստոսի հետ կնշանակե մերժել մեզ գենսավորող լույսը։ Առանց Քրիստոսի խավար է մարդուն կյանքը ու մեռած է անոր հոգին։ Առանց Քրիստոս լույսին մարդուն միտքի ճոխքի անտուներում մութին մեջ գխարխապե։ Մարդու սիրտը իր խաղաղությունը գործընծնե իսկ մարդուն հոգին արհավետ աղիողոն չչեր գարցակի։ Ով որ ինձի հետևի խավարի մեջ պիտի չկալե։ Արտարե խավարի մեջ չկալեցին Եգիպտոսեն ելող իսրայելացիները, որոնք ամբին առաջնորդության եւ բահբանության դակ էին, բոլորնալ գարմիր ծովեն անցան եւ Մովսեսի հետևելով բոլորնալ մգրդվեցան ամբին ու եւ ծովուն մեջ։ Ամբը որում մասին գխոսի արաքյալը ակնարկություն է անաբադի մեջ Իսրայելի ժողովրդին առաջնորդող ամբի եւ գրագի սյունին։ Իսկ ամբի եւ գրագի սյունի մեջ մենք Քրիստոսի ներկայությունն է որ գտեսնենք, ինչպես Քրիստոս անցյալին Իսրայելի ժողովուրդը առաջնորդեց Սինայի անաբատներեն ու Գարմիր ծովեն, այնպես էլ այսօր ան մեզ գարաշնորհ է ներկա կյանքի դաժանալից անաբատներեն ու մրգալից ծովերեն։ Ինչպես իսրայելացիները առանց անցնելու Սինայի անաբադեն ու Գարմիր ծովեն պիտի չգարենային հասնել խոստացյալ Քանանու երկիրը, այնպես էլ մենք չենք կրնար հասնել Աստուծո խոստացած թակավորության, եթե նախ չանցնենք կյանքի անաբատներեն ու ծովերեն։ Իսկ կյանքի անաբատներեն ու ծովերեն գարենալ անցնելու համար անհրաժեշտորեն մեզի հետ եւ մեր կողքին ունենալու ենք Քրիստոս։ Կյանքի անաբատն ու ծովը լեցուն են վայրի կազաններով ու անդեսանելի սովուններով։ Հոն է սատանան իր ձողակներով ու հրաբուրիչ երևույթներով։ Հոն են չար ոգիները իրենց պատրաստած անհամար փորձություններով։ Առանց Քրիստոսի չենք կրնար հաղթանակ տանել անոնց դեմ։ Պետք ունի Քրիստոս սյունին, որովհետեւ իրեն գրտնենք, իրմով զորանանք, իրմով ու թեպի իրեն առաջնորդվենք։ Չարին գողմեն յութված չարապույտ ծրակիրները միայն Քրիստոս լույսին թիմած կխապանվին եւ Աստուծո բարավոր ու բարավորիչ լույսը բայցարորեն անտես կուկա։ Մենք չենք երթար Քրիստոսի որովհետեւ անգել լույս առնենք, այլ որովհետեւ զայն ընդունենք մեր կյանքերու մեջ իբրև լույս։ Ան ոչ միայն մեր հոգիները լուսավորող է, այլև լույսն է մեր հոգիներուն։ Քրիստոս լույսն է արդարության Ջամփան գծուցնե Քրիստոս լույսն է ճշմարտությունը Երևան գբերե առանց Քրիստոս լույսին ճշմարտությունը ծածկված կմնա մեզ մեն Քրիստոս է ճշմարտությունը եւ հետեւաբար Քրիստոս է հերացողը ճշմարտությունն է որ հերացած գլա լույսը ճշմարտությունն ու իրականությունը հանդես բերելու հատկությունը ունի արդարե լույսը չէ որ ամեն բանի ինքնությունը ամեն արարգայի ինչությունը ամեն երևույթի իսկությունը երևելի կդարձնե Ինչպես երբ արևը ձակի մութին ու խավարի մեջ ծածկված անծանոթ ու անորոշին յետին բահվդած բոլոր մարդիկ ու արարկաները Երևան գուկան իրենց ճշմարիտ պատկերով, այնպես էլ երբ Քրիստոս իբրև լույս ծակի մեր սիրտերուն ու հոգիներուն մեջ, այն ադենը որ մեր իսկական ինքնությունը պիտի բացահայտվի։ Պիտի անդրադառնանք, որ գործված ենք մեղքի խավարի մեջ եւ շուտով Քրիստոսի ոտքերուն պիտի պատտվենք։ Բողոս արաքյալ գսե Աստված ինք, որ ըսավ խավարի մեջ լույս տողզակի, ինք մեր սրդերում մեջ ձակեցավ, որբեսի լուսավորվինք և Աստուծո պարքը ճանչնանք Հիսուս Քրիստոսի անցին մեջ։ Հիսուս Քրիստոսի լույսով է, որ մենք ճանցանք Աստուծո պարքը։ Առանց Քրիստոսի լույսին մենք թշնամի կմնանք երկինքին։ Առանց Քրիստոսի լույսին մենք մնայուն գերբով վախի և անորոշության քիրգի մեջ կլանք։ Այո, խավարի մեջ վախն է, որ գանչի, խավարի մեջ վտանգն է, որ բահվդած, խավարի մեջ սատանան է տարանկալ նստած, մութի մեջ գալողը ոչ մխիթարություն ունի, ոչ ալ խաղաղություն, ոչ հանգիստ և ոչ ալ ապահովություն։ Քրիստոս ինքն է, որ այս բոլորեն մեզ ազատեց, ինքն է, որ մեզ անհավատության խավարեն դուրս բերավ և հավատքի որդիները դարձուց։ Կյանք ունենալ կնշանակե ունենալ անլույսը, որ խավարի մեջ կփայլի,
անլույսը պայլեցավ ու գշարունակե պայլել ամբողջ աշխարհի մարդոց վրա, որովհետև ամբողջ աշխարհի մարդոց վրա դիրեց մեղքի խավարը։ Հետևաբար, ինչպես երբ արևի լույսը ձակի, աշխարհը բադող խավարը կպարադի, այնպես էլ թույլ տվեք, որ Քրիստոսի լույսը ձակի ձեր սրտերու մեջ, որովհետեւ ծրվի ձեր էությունը բադող անհավատության մշուշը։ Հաջորդին պիտի անդրադառնանք ես եմ հարությունը նյութին մասին, Փառք Հորը, Որդին եւ Սուրբ Հոգին, հավիտյան է մինչեւ հավիտյան։ Ամեն։